Հայաստանում տեքստիլ ոլորտը կհամակարգի տեքստիլ ոլորտի օպերատոր հիմնադրամը։ Այն ստեղծվել է էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ Մեծ Բրիտանիայի կառավարության լավ կառավարման հիմնադրամի, ՎԶԲ-ի և Հայաստանի ներդրումային խորհրդի աջակցությամբ։ Այն կոչված է դառնալու ոլորտի զարգացման միասնական և ինստիտուցիոնալ հենասյուն։ Հիմնադրամին վերապահված է ոլորտային քաղաքականությունների իմպլեմենտացիան, միջազգային փորձի տեղայնացումը, պետական աջակցության ծրագրերի իրականացումն ու հայկական տեքստիլ արտադրության հանրահռչակումը։ Օպերատորը կհամակարգի տեքստիլին առնչվող մասնավոր և պետական ծրագրերը, ռեսուրսների նպատակային օգտագործումը, նպաստելով ոլորտի համաչափ զարգացմանը։ Երբ որ մենք խոսում ենք միջազգային շուկաների մասին, առաջի հարցը, որ տալիս են մեզ գործընկերները, ասում են, ինչ ծավալի արտադրություն կարող եք ներկայացնել։ Ու այդտեղ մենք բախվում ենք իրականությանը։ Դրա պատճառով որոշեցինք որպես առաջնային քայլերից մեկը անել քարտեզավորում, հասկանանք ինչ արտադրողներ են, ինչն է իրենց թիրախը, ինչն են իրանք արտադրում, ինչն է իրենց մոտ ավելի լավ ստացվում։ Հիմնադրամի ստեղծումը կնպաստի արտահանման խթանմանը, օպերատորը կաջակցի որակի ստանդարտների ներդրման և սերտիֆիկացման գործընթացներին։ Հպարտ ենք, որ կարողանում ենք նաև այսպիսի ծրագրերով աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը, դիմակայունության բարձրացմանն ու ինստիտուցիոնալ բարեփոխումներին։ Տեքստիլի ոլորտը Հայաստանում մեծ ներուժ ունի։ Հիմնական ռազմավարական նպատակն է բարձրացնել ոլորտի մրցունակությունը, խթանելով ավելացված արժեքի և արտադրողականության աճը, ինչպես նաև սեփական ապրանքանիշով նոր շուկաներ մուտքը։ Եթե չեմ սխալվում, 100-ից ավել գործողությունների ծրագիր պետք է իրականացվի գալիք 3-ից 4 տարվա ընթացքում։ Դրանք ներառում են աջակցություն էքսպոներին, աջակցություն առաջխաղացման, հայկական առանձին որպես Հայաստան բրենդ ներկայացնելուն, որ օպերատորի գործունեության մեկնարկը կարևոր է ոլորտի զարգացման համար, ցույց են տալիս ցուցանիշները։ Տիգրան Ջրբաշյանի խոսքով վերջին տարիներին արտահանման շուկաները ավելի են կենտրոնացել, աճի տեմպերը դանդաղել են։ Մենք էլ ավելի կենտրոնացված ենք ռուսական շուկայի վրա, որը իր մեջ կրիզիսներ է ենթադրում։ Երկրորդը արտադրողականությունը կայունացել է, չի աճել։ Մենք ունենք նույն մակարդակի արտադրողականություն, ինչ որ ունեինք։ Աշխատատեղերի նվազում է եղել այս 3 տարիների ընթացքում, մոտ 1200 աշխատատեղ է կորել այս սեկտորում։ Արտահանման հիմնական երկիրը Ռուսաստանն է, արտահանումը 54-ից հասել է 67%-ի, սակայն ըստ Ջրբաշյանի միջազգային շուկայում հայտնվել են լուրջ մրցակիցներ։ Ուզբեկստանը էլ ավելի հզորացել է որպես մրցակից։ Ուզբեկստանը այսօր ամենահզոր մրցակիցն է ոչ միայն Հայաստանը, այլ ընդհանրապես կարի ոլորտում, որտեղ թե ավելի լավ ռեժիմ ունի Եվրամիության հետ առևտրի հետ կապված GSP+-ն է գործում, թե ինքը ունի ավելի երկար value chain, շղթան, որտեղ բամբակից մինչև վերջնական պրոդուկտ, թե թուրքական մեծագույն ներդրումներ են այսօր գնում այնտեղ, որպես թուրքական բրենդերը արդեն իրանց արտադրությունը, որ նախկինում ունեին Թուրքիայում, այսօր հանում են դեպի Ուզբեկստան, եւ Ուզբեկստանը գնալով էլ ավելի ուժեղանում։ Հիմնադրամի ստեղծումը կառավարության տեքստիլ արդյունաբերության զարգացման 2023-26 թվականների ծրագրի մաս է կազմում։ Պետք է վերանայել ռազմավարությունը, ոլորտը արագ քայլերի կարիք ունի, ընդգծում է Ջրբաշյանը։ Լուրի Մկրտչյան, Արամ Հարությունյան, լուրեր։